Հայոց լեռնաշխարհից եւ Armnews-ի տաղավարից Սերգեյ Սարգսյանը, Նարեկ Մարգարյանը եւ մի ամբողջ ժողովուրդ քաղաքական երկուծանքի միակ հեռուստաշոու Arm Comedy Բարև ձեզ, դուք դիտում եք Arm Comedy նախատոնական հաղորդումը եւ մենք հիշեցնում ենք, որ տոներն են մոտենում, Տոները այնքան են արդեն մոտեցել, որ արդեն դեկտեմբերի 17-ն է Բութանի պետական տոնը։ Մաղթում ենք բոլոր բութանցիներին, որ չնեղվեն այդքան վատ է հնչում իրենց երկրի անունը։ Հա, կարող էր ավելի վատ լիներ, օրինակ Հոնդուրաս։ Դες որ կենտրոնացեք դրականի վրա եւ վայելեք այսօրվա մեր հաղորդումը։ Որտեղից էժանով ձեռք բերել դոլար, Arm Comedy-ն բացահայտում է երկրի կուրսը։ Գեներալ Սեյրանը բացում է փակագծերը անկեղծության ժամ ԱԺ-ում։ Ռոք փառատոն Երևանում, ինչպես է մեհերը ձուլվում մետալիստների հետ։ Հյուրը կենտրոնական բանկի ներկայացուցիչ շատ թեժ բանավեճ Arm Comedy-ի հետ։ Եվ վերջապես դոլարի թանկացման 10 դրական կողմերը։ քաղաքական երկուծանքի միակ հեռուստաշոու Arm Comedy Լրահոսը ոտի վրա, Սերժ Թանկյանը ինստագրամով հայտնել է, որ ապրիլին System of a Down-ի հետ Հայաստան կգա նաև Ջորջ Կլունին։ Շատ թույն է, որ այդ կալիբրի դերասան է գալիս մեզ աջակցի, ուզում եմ ասել շնորհակալ ենք Ջորջ, բայց բերանս բացում եմ ու ստացվում է Ջորջ հետը դոլար բեր, ախ որպես դոլար բեր։ Ինչպես գիտեք, Վրաստանում նախագահն ու վարչապետը խռով են, չունեն իրար հետ։ Ու քանի որ նախագահը իրենց մոտ սիմվոլիկ պաշտոն է, նա զբաղվում է զուտ սիմվոլիկ գործերով։ Ահա նա պաշտոնական այցով մեկնել է Թուրքմենիա ակտիվացնելու երկու երկրների կապը, իսկ հաջորդ պաշտոնական այցը նախատեսվում է Հավայյան կղզիներ։ Ճապոնիայում կրծկալ արտադրողները հետ են կանչել 20,000 կրծկալ, որտեղ միջի երկաթի լարերը դուրս էին ցցվում, վնասում են։ Այսպես նայում ես մարդկանց նորություններին մեր դոլարի կուրսի ներքո ու մտածում ես Էրնեք ձեր հավեսին։ Ամեն տարի հայ վարորդները մեքենայի համար անում են տեղ զննում առանց տեղ զննում անցնելու։ Այս մեկը որոշել է առանց կատակ անել, ուղղակի ասես լրջով ասել, գնում ենք տեղ զնման կետ, տալիս են գումար եւ ստանում կտրոն, որտեղ գրված է մեքենան անցել է տեղ զննում։ Բոլորը գիտեն, որ դա անիմաստ կեղծ ընթացակարգ է, բայց կառավարությունը լուրջ դեմքով սա պահպանում է։ Ինքնաթիռի առաջին հումանոիդ ռոբոտ ուղևորը ժամանեց Գերմանիա։ Այո, ռոբոտի համար գնել էին առանձին տոմս, բայց դա էլ չի կարևորը։ Այս ռոբոտը փաստորեն մետալ դետեկտորով հանգիստ անցավ, իսկ իմ գոտին սրիկայաբար ամեն անգամ զնգում է։ Շտապ լուր, Չինաստանում առաջին անգամ ծնվել է 3 պանդայի ձագուկ միաժամանակ։ Ուսես որ կարդում ես այդ լուրը, ուզում ես ասես ջանդան թե չեն բազմանում պանդաները, դուք մեր դոլարի կուրսը տեսել եք ստեղ։ Դե նախ մի հոյակապ լուրով եմ ուզում սկսել, այս տարի որոշեցի, որ նոր տարին կնշեմ Ավստրիայում, այնտեղ ձմռանը մի հրաշք տեղացի։ Նարեկ, դոլարը անցավ 500-ը։ Կամ պլան B կգնանք Վրաստանում կնշենք, շատ լավ է այնտեղ։ Լսի 520 անցավ դոլարը։ Երևի տանը կնշենք այս տարի։ Ես ինչ է կատարում 530։ Չէ, իրոք տանը, ուրեմն տանը կլինենք, հետո մենք տենց առանձնապես չենք նշում, տենց մտածում ենք համել Եհովայի վկա կարող ենք դառնալ։ 540։ Այդ որտեղ է սա նայում, այդ կապը եվրոյի կուրսն է։ Չէ, հեսա։ Մեր այցելած փոխանակման կետում դոլարի գինը ցուցատախտակի վրա 550 դրամ էր, գնել ցանկացողները սակայն ստանում էին կարճ պատասխան՝ դոլար չկա։ Իսկ հիշում եք ինչ շուխուր բարձրացրեցինք մենք 3 շաբաթ առաջ, երբ դոլարը 419-ից դարձավ 435։ Ոնց այդ 3 շաբաթ առաջ էր, ոնց որ մի քանի ամիս առաջ լիներ։ Ոնց եմ կարոտում ես հիմա այդ օրերը։ Առաջին անգամ այս տարվա ընթացքում հայկական դրամը կտրուկ արժեզրկվեց ամերիկյան դոլարի նկատմամբ։ Կենտրոնական բանկը նոյեմբերի 24-ին ժամը 4-ին պաշտոնապես հրապարակեց դոլարի միջին գինը՝ 435 դրամ։ Այն թանկացել է միանգամից 16 դրամ 60 լումա։ Ուղղակի սարսափելի է։ Չես ուզում հետ գնաս նոյեմբեր ու այդ Նարեկին ասես, հեյ, դմբո, դրա ինչն է սարսափելի։ Հա, գնամ ասեմ Նարեկ, խենթուկ, աղոթի որ 435 էլ մնա դոլարը։ Գնաս ասես հայ աննասուն, 435-ը ընտիր կուրս է։ Դա ոնց որ լեզվիտ ես, հա, արդեն տալիս։
Կենտրոնական բանկն այսօր կրկին վաճառել է $4 միլիոն 526 դրամ միջին կշռված փոխարժեքով, ինչը երեկվա համեմատ 33 դրամով ավելի է։ Հիշեցնեմ, երեկ Կենտրոնական բանկը դոլարը վաճառել է 494 դրամով։ Ահա, մենք գտանք ոնց որ ամենայժան կուրսը, գնանք ու դոլարը առնենք։ Չես կարա, Նարեկ, չես կարա, որովհետև նրանք միայն բանկերին են դոլար վաճառում։ Վայ բանկը լնեմ։ Իդեպ էս բանը շատ հետաքրքիր է։ ԿԲ-ն անընդհատ էժան կուրսով բանկերին վաճառում է, տես մի 40-50 դրամ էժան, բայց բանկերում կամ չկա դոլար ընդհանրապես, կամ զգալիորեն թանկ է։ Ինչա լինում է տարանքի 50-ից 60 դրամի հետ։ Վայ, Նարեկ ջան, անհարմար հարց ես տալի։ Բա բանկերը մի 2 կոպեկ փող չաշխատեն կողքից։ Մի բան իմացեք, որ շատ խիստ ու կոպիտ նույնիսկ ձեր համար անսպասելի որոշումներ են լինելու։ Ես դրա մասին արդեն մեր առևտրային բանկերին եւ փոխանակման կետերին ճիշտ ասած տեղ չեմ հավաքել, բայց դրա մասին բազմիցս ասել ենք նրանց տուգանքներն էլ քիչ չեն։ Դե բայց հələ որ այդ խիստ ու կոպիտ ու անսպասելի պատժից մենակ անսպասելին կա։ Մենք սպասում ենք, որ պատժեն, բայց անսպասելիորեն չեն պատժում։ Հետո հիշում եք Կենտրոնական բանկը ասում էր, որ կառավիճակը կայունացնի։ Կենտրոնական բանկը պատրաստակամ է եւ ունի բավարար պահոստներ կայունացնելու իրավիճակը արժութային շուկայում։ Այսօր կառավարության նիստում հավաստիացրեց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը։ Կենտրոնական բանկ, չգիտեմ դուք երբ եք պլանավորում կայունացնելու պահը, բայց հիմա արդեն ժամանակը հասունացել է, հո չեք սպասելու 600 դառնան նոր խառնվեք։ Բայց մի պահ պետք է կանգ առնել ու հպարտանալ մեր խանութներով։ Իրոք, ուրիշ տեղ հիմա վախից կփակեին խանութները, գները կսկսեն թանկացնել, եսի միջ կսկսվեր, լավ է գոնե դա չկա մեր մոտ։ Ժամ առ ժամ արժե զրկվող դրամը լարվածություն է ստեղծել մայրաքաղաքի խանութներում, առավոտյան մի քանիսը դադարեցրել էին առևտուրը։ Խոշոր սուպերմարկետների աշխատակիցները մեր այցելության պահին չհասցնելով պատասխանել հաճախորդների հարցերին, արագ-արագ պոկում էին գնապիտակները։ Սուպերմարկետներ կան այնքան մեծ են, մինչև կատնամթերքի բաժնից հասնում ես դրամարկղ, թթվասերը թանկանում է։ Այդ դեռ լավ է, բայց տեղեր կան, որ ընդհանրապես ապրանքներ կոնկրետ չեն վաճառում։ Ընկերության աշխատակիցները կամ հրաժարվում էին վաճառք իրականացնել կամ անընդհատ փոխում էին գները։ Ինչ որ սյուրեալիզմի դարաշրջան ենք մտնում, չենջերը չեն փոխում, Մի խանութները րոպե մեզ հաղորդում են, որ հատուկ հաղորդագրություն ունենք ԱՄՆ-ից։ Ինչ հաղորդագրություն։ Ֆոտո հաղորդագրությունն արեք։ Դե բանը առաջ անցնենք, հա։ Երևի։ Այսօրվա հիանալի տասնյակում ներկայացնում ենք դոլարի թանկացման 10 դրական կողմերը։ Եվ այսպես 10-րդ տեղ կջերմանան կապերը Ամերիկայում ապրող բարեկամների հետ։ Այո, հիմա ավելի հաճախ իրար կզանգենք Skype-ով, բանով։ 9-րդ տեղ իմացանք ամեն ինչ Գալանտուս Արտյուշենկո բույսի մասին, որովհետև այս 3 շաբաթ է Կենտրոնական բանկի կայքը բացում ես ու հենց առաջի տեղը, առաջի էջի վրա Գալանտուս Արտյուշենկո բույսն է։ Մի շաբաթ է կայքի առաջին տեղում միակ հոդվածը։ Իդեպ ցողունի երկարությունը 25-ից 32 մմ է։ 8-րդ տեղ Ռուսաստաններում աշխատող բարեկամները կվերադառնան տուն, որտեղ ոնց նայում ենք մեր մոտ դեռ թու ավելի լավ է։ 7-րդ տեղ մարդկանց դրամապանակներից կանհետանան աչկուլունքային 1 դոլարանոցները, դրանք կվերածվեն ոչ աչկուլունքային 1 դոլարանոցների։ Դա իմ մոտ դրանք արդեն կարգին փող են։ 6-րդ տեղ հազարավոր խոզեր մահից կփրկվեն, որտեղ խոզի մսի գինը սարսափելի է։ 5-րդ տեղ կառնենք 90-ականների կարոտը, մեր օրեր կվերադառնան այս մարդիկ։ Մոբիլ 3 նայեցիր։ Հա, ապուշություններ, բայց ապուշություն չէ։ Չէ, ասա որ լավ պահես արեք։ Դոլար ապրանք։ Ինչ է, ասա որ շատ դոլար այլ։ Ռուսաստան լավ չէ։ Ինչ։ Դուք որտեղ եք։ Դուք 90-ականների մեջի մարդն եք։ Արա շատ բաներ, բայց խոբիտը շատ նորմալ։ 4-րդ տեղ Arm Comedy-ն կսկսեն ավելի շատ նայել, որտեղ 23-նից 30-ին փաբերում ֆրֆրալը արդեն շատ դժվար կլինի թույլ տալ։ 3-րդ տեղ ամենադրական կողմերից մեկը Վրաստանում ոչ պակաս վատավիճակը։ 2-րդ տեղ շուտով բոլորս կտեսնենք 100,000-նոց թղթադրամը, այն որ մենակ լսել էինք կամ ասես մի անգամ հեռվից տեսել էինք։ Առաջին տեղ չենք վճարելու 150 դրամ, շարժումը կավարտվի հաղթանակով։ Այո, 150 դրամ չի դառնա տրանսպորտը, որտեվ երևի արդեն մի անգամից 200 կսարքեն։
Մենք կհանդիպենք կարճատև գովազդից հետո հիշեցնեմ, որ մեր հովանավորն է դոլարը։ Ну, այդքան հովանավորը չի, իշքան մենք ձգտում ենք, որ մեր հովանավորը Լավ լինի։ կլներ։ Մհերը դառնում է մետալիստ։ Օրվա հյուրը կենտրոնական բանկի ներկայացուցիչը կպատմի դոլարի մասին։ Կարևոր եկեք փիլիսոփայորեն նայենք, հա, սրա վրա։ Դրամը 20 տարվա մոտ 20 տարվա պատմություն ունի։ Ինչ կլինի, եթե ազգային ժողովում բոլորովին անկեղծ խոսեն։ Լեզու շմայսի կրտան ջայնը։ Բատուրս կրվում արա։ Քաղաքական երկիծանքի միակ հեռուստաշոու Farm Comedy Հայաստանը շարունակում է ջերմ իմպուլսներ ստանալ Եվրոպայից ու բավական ինտիմ իմպուլսներ։ Այո, բացի նրանից, որ մեշոկով փող են տալիս, բարեփոխումների համար հələ մի հատ էլ սենց բաներ են խոստանում։ Եվրամիության դեսպանը ամփոփեց անցնող տարվա ընթացքում Հայաստան-Եվրամիություն համագործակցության շրջանակներում կատարված աշխատանքները եւ նախանշեց հետագա անելիքները։ Ես մեռնեմ չեմ հասկանա ինչու են մեզ այդքան սիրում եվրոպացիները։ Դե կարող է իրանց չափանիշներով հայերը շատ սիրուն ազգ են։ Հա, կարող է, բայց շատ անհավանական է։ Այն հիշում ես Շվեդիայի արտգործնախարարը, որ ասում էր, չէ, արևելյան գործընկերությունը հայերի համար չի, այլ երբեք չեք մտնի։ Հա, հիշում եմ, հա։ Բա հիմա տես ոնց են շուրեկել։ Basis that will define the bilateral relations into the future. Մենք նաև շարունակելու ենք քաջալերել Հայաստանին այսուհետ եւս մասնակցել Եվրամիության արևելյան գործընկերության շրջանակներում գործող համագործակցության բոլոր ձևաչափերին։ Բոլոր ձևաչափերին։ Բոլոր։ Որքանով դրանք չեն հակասում Եվրասիական տնտեսական միության առջև Հայաստանի ստանձնած նոր պարտավորություններին։ Այսինքն տեսեք ոնց ուզում եք, որը տեսնում եք հարմար է Ռուսաստանի հետ արեք, որը մեր հետ արեք։ ԵՄ դեսպանը հատուկ ուշադրություն հրավիրեց։ Մի տեսակ անավարտ չի նախադասությունը։ Դե թողնում եմ մի բան էլ Տրայան Խրիստիան ասի։ Լավ, ինչի վրա ուշադրություն հրավիրեց այդ տարակուսանք առաջացնող անունով դեսպանը։ Տրայան Հրիստեան հատուկ ուշադրություն հրավիրեց անցած ամիս Հայաստանի եւ Եվրամիության միջև ստորագրված փաստաթղթի վրա։ Իսկ եվրոն այսօրվա օրով մեր երկրորդ ռազմավարական դաշնակիցն է դոլարից հետո։ Իսկ ինձ թվում է եվրոպացիները ուղղակի տեսել են գեներալ Սարոյանի երեկվա ԱԺ ելույթը ու վախից բարիացել են։ Իդեպ Սարոյանի երեկվա ելույթը։ Ոնց ասեմ, հենց սկզբից պարզ էր, որ ելույթը լինելու է պայթյունավտանգ։ Սիրելի գործընկերներ, ես ճիշտ ասած չի ուզում ելույթ ունենալ, բայց տեսա որ ոնց էլի խառնվել ենք իրար։ Ու գնաց վերջին ժամանակների բռնությունները, քրֆելու մշակույթի սահմանները։ Ասի դու իհարկե շատ համով ես պատմում, բայց գեներալի մոտ ավելի համով է ստացվում։ Լավ, գեներալը ասեց ինչպես պետք է խուսափել բռնություններից։ Մենք մի հատ մեր ընկերոջ հետ ապտակը տայինք հենց ազգային ժողովում։ Դրսում են մարդը, մեր ընկերոջ ապտակ չէր տա։ Իսկականից բոլոր հարցերը պետք է ներսում լուծել ու այդ եղանակով։ Էլ չեմ ասում, որ հավեսով եւ ժամանակին ապտակը կարող էր նաեւ կանգնեցնել դոլարի աճը։ Հա, ուղղակի պետք էր ամերիկացի ֆին նախին հրավիրել ու մի թեթև ծանոթացնել գեներալի հետ։ Գեներալը նաեւ սահմանեց, թե ովքեր իրավունք ունեն հայհոյելու ընդհանրապես, իսկ ովքեր չունեն։ Դու կուլտուրական մարդ։ Լեզու շմայսի կրտան ջայնը։ Բատուրս կրվում արա։ Անկեղծության գերդոզավորում ազգային ժողովում։ Այդքան անկեղծության падգամավորները սովոր չեն, պարոն Սարոյան։ Վերջը մեկը կլինի շնորհակալություն հայտնի այս անկեղծ ելույթի համար։ Ձեր գործին եղեք, ես ինչ եք անում։ Շնորհակալություն ելույթի համար, էլի ժամանակ ունեմ։ Դզեց։ Իդեպ այդ վերջին շրջանի բռնությունների հետ կապված Եվրոպան նաև խիստ բաներ է սպառնացել անել։ Ինչ սանկցիաներ։ Ավելի վատ։ Փող չի տա։ Չէ, կտա, ավելի վատ։ Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ Եվրամիությունը շատ շուտով հանդես կգա հատուկ հայտարարությամբ։ Այո, տիկնակ եւ պարոնակ, Եվրոպան մի կողմից յուղում է, իսկ մյուս կողմից դաղում, այն էլ ոնց է դաղում։ Հայտարարություն է։ Իդեպ մենք ունենք բացառիկ կադրեր, որտեղ Եվրոպայի նախագահը նկարագրում է այդ հայտարարությունը, որը ԵՄ-ն անելու է շուտով Հայաստանի դեմ։ As the president of Europe, I'd like to say that we're going to issue a statement that is going to be super strict. Oh my god, it's going to be so strict. Որպես Եվրոպայի նախագահ ուզում եմ ասել, որ մեր հայտարարությունը շատ խիստ է լինելու, շատ խիստ։ We're going to condemn so hard, Armenian government, officials, the authorities, so hard. We're going to condemn the shit out of them. Մենք շատ խիստ դատապարտելու ենք Հայաստանի կառավարությունը։ Yeah, it's going to be like Yeah, you don't have to translate that. Yeah, that's fine. It's going to be bad.
Իսկ հիմա ունենք հատուկ ռեպորտաժ Hard Rock-ի, նույնիսկ չեմ վախենա մետալի սիրահարների համար։ Մհերի հատուկ ռեպորտաժը, չէ՞ Մհեր։ Այո Սերգեյ, կներեք, այո Սերգեյ, կա նման բան, մի հիանալի ռեպորտաժ, հիանալի մարդկանց մասնակցությամբ։ Ծանր ռոքի փառատոն Երևանում ժամանել էին մետալիստներ Վրաստանից ու Ռուսաստանից։ Տեսեր գնացի սաունդչեքին, որ մի երկու բան սովորեմ։ Դե կյանքա պետք կգա էլի։ Я начинающий, вот что мне делать, вот в первую очередь? Главное... Движения какие-то. Движение. Ну, движение, что Есть можно движение? головой... А вот как это делать? Ну, так, Так. мы... Բայց տեսքս մի տեսակ այն չի, գուցե սենց։ Ինչպես տեսակ ընկա հունի մեջ ու սկսեցի շրջել ու սովորել։ Правда, что вот металлист должен обязательно вот перед концертом что-нибудь понюхать? Цветы. Вот так? Ну, типа... А что, Ну, это- что не получается? А у тебя? Да. Все получается. Вы Кипелов, да? Нет. Нет? Далеко. А вы это натуральный голос у вас? Да. Можно? Я попробую вас повторить. Вот грузинского я повторил, вот точь в точь. Можно. Давайте. Во, ништяк. Есть такой вот этот мошпит. Это делается вот, например, вот так. И ты тоже. И ты Да, я тоже. Да. Вы случайно не Кипелов? Я? Да. Нет. Просто я, когда вижу вот светлые волосы, я думаю, что это Кипелов. И так-то вот я да, тут, свободен. Вот так. Молодец. Днем может металлист вот в очках пойти в библиотеку, да, почитать там Достоевского, а потом вечером... Да? Получается, да? Вот так? Да, да. А долго так мы? Вы уже делали саундчек? Нет, вот... Сейчас русский закон. После русских, да? Опять они впереди, да? Опять опережаешь. Вы не Кипелов, да? Нет. Да, хорошо. А волосы красивые у меня? Очень, Да? Спасибо. Դեր Միքելանջելո։ Այդքան հաճելի պահերից հետո վերջապես եկավ սաունդչեքի պահը։ Մհեր Խաչատրյան, Ալբերտ Գալստյան, հատուկ մետալի համար։ Այսօրվա մեր հյուրն է կենտրոնական բանկի դոլարի փոխարժեքի բաժնի պետ Դենզել Վաշինգտոնը։ Բարև ձեզ, շատ հաճելի է։ Բայց դուք Դենզելը չեք։ Դե անունը մի փոքր փոփոխված է զուտ անվտանգության նպատակներով, հիմա գիտեք, մարդիկ մի քիչ բան են, էլի, ագրեսիվ են։ Դեմքը երևում է։ Այդ ինչի սև բանը չեք դնելու դեմքի։ Չէ, չենք դնելու։ Հա, լավ, ուրեմն ափսոս, հա։ Դե ուրեմն Աշոտ ջավոնց գիտեմ ինչ եք հարցնելու, դոլարի կուրսը, դրամի բանը, իրականում դոլարը չի արժևորվել։ Ուղղակի դրամն է ահագին ընկել։ Այդքան բան։ Լավ, միջև երբ է իջնելու դրամը։ Դե տեսեք, օրինակ հիմա 550-ի վրա է, ճիշտ է։ Մենք մեր նպատակն է ոչ թե ինչ-որ հրենք դրամը ինչ-որ միտեղ, այլ ուղղակի պահպանենք մի մակարդակի վրա, որ կլինի կանխատեսելի։ Բայց արդեն 560 դարավ։ Հա? Լավ, թեկուզ 560-ը։ Մեր նպատակը պահպանելն է, ստաբիլությունն է, որ մարդիկ մի քիչ ավելի կանխատեսելի լինի իրենց համար։ 560-ը թող 60 լինի, բայց մարդիկ իմանան, որ այդքան է լինելու։ Կներեք, շաքարով կտրեմ ձեր ինքնավստահությունը, բայց հենց նոր դարձավ 565 արդեն։ Հաստատ, որ ես դուրս եմ գալու կորպաներ։ Լավ, դա չի, կարևորը եկեք փիլիսոփայորեն նայենք, հա, սրա վրա։ Դրամը 20 տարվա մոտ 20 տարվա պատմություն ունի, եւ այդ 20 տարվա ընթացքում եթե վարքյան կներեք, քանի փիլիսոփայորեն նայում ենք 575 դարավ դոլար։ Դե հերիքա դու այդ հեռախոսի մեջ նայես։ Չես կարա նորմալ զրուցես, հավաքվել ենք խոսանք ինտերնետ ապանապետ։ Պահում եմ, ի վերջո բոլորից մի հարց է հետաքրքրում, միջև ուր անկնելու դրամը եւ գների հետ ինչ ա լինելու։ Հա, վերջը ինչ ա լինելու։ Տղեկ, ամենակարևորը խոճապի չմատնվելն է, որ մատնում եք խոճապի, դրամն էլ է մատնում խոճապի, հասկանում եք, պետք է ուղղակի չանհանգստանալ եւ լինել երջանիկ։ Don't worry.
Don't happy։ Ինչ հիմա պետք է հանգիստ։ Իսկ մի բան էլի, մի $1000 կարող ենք փոխել։ Չէ, բայց 100, եթե ուզում եք զուտ ներքին կարգով ձեր համար $100։ Լավ, գոնե 100-ը, հա։ Arm Comedy-ն այսօր այսքանն էր։ Վերջում դիտենք վիդեո բոցը։ Ազգային ժողովի sense առօրյայից։ Բարեկամների հա, ինչ բարապաշարը։ Oh, that shark, babe, has such teeth, dear, and it shows them a pearly white. Just a jackknife, where's all of my kid, the baby, and he keeps them out of sight. Do you know where that shark bites? Իսկ իմացար Երևանի բյուջեից 48 միլիոն դրամ ծախսում ենք նոր տարին դիմավորելու վրա։ $100,000 համար է։ Չէ, հիմա որ հաշվենք մի 80,000, բայց միջև հասնենք նոր տարի, տես մի 50,000-ի չափ։ Լավ էլ խնայում է քաղաքապետարանը։